Բարև ձեզ, թույլ տվեք փոքրիկ նախաբանով, այնուհետև սիրով պատասխանեմ ձեր հարցերին։ Ուրեմն հիշում եք ՀԵՑ-ՓԲ-ի հետ կապված թեման, բազմաթիվ անգամ ձեզ ներկայացրել ենք, որ հարցը ունի միանշանակ քաղաքական կոնտեքստ և այսպես շակերտների մեջ քաղաքական հաշվեհարդարի խնդիր է այստեղ և մեկ անձի քմահաճույքի։ Հիմա հաշվի առնելով, որ իրադարձությունները զարգանում են շատ արագ, կարիք առաջացավ ևս մեկ անգամ ներկայացնել, ինչ է կատարվում և նոր ապացույցներ և հիմնավորումներ, որ ՀԵՑ-ը խլվել է և գործընթացը քաղաքական է։ Ինչպես հիշում եք, փոքրիկ խմբակի շատ ներկայացուցիչներ իրար հերթ չտալով զրպարտիչ տեսանյութեր են հրապարակում կապված այդ փոխառությունների, վարկերի, տոկոսների և այլ։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահին բազմաթիվ անգամ հորդորել էինք, որ ներկայացնի ճշմարտությունը և մեղադրել է ես բազմաթիվ անգամ, որ ինչու չեն զանգում հարցնում իրենց կողմից թղթի վրա անկախ, բայց փաստացի շատ կախված հանձնաժողովից իրականում որը որից հետո է։ Եվ ունեի կասկած, որ շատ լավ իմանալով միևնույն էր մեր ժողովրդին խաբում են։ Հիմա գոնե այս փաստով հանձնաժողովի նախագահը ընդունեց, որ այո, ՀԵՑ-ՓԲ-ի կողմից վերցված վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը, այսինքն որևիցե կապ չունի սակագնի, այսինքն այն գումարի հետ, որը մեր քաղաքացիները մենք բոլորս վճարում ենք հոսանքի համար։ Երբ որ հարց է տրվում ինչու չեք կանխում, իմիջիայլոց ևս մեկ անգամ ամեն մեր հանդիպման այսպիսի տրադիցիա կա, չէ, որ ես ասում եմ անպայման իշխանությունները ոչ մի բանից չեն վախենում, ճիշտն ասած վերջերս Սամվել Կարապետյանից են վախենում և ձեզանից, որպես չորրորդ իշխանություն և ձեր շնորհիվ, ասում եմ, ինչ են վախենում, որովհետև ձեր շնորհիվ շատ ճշմարտություններ բացահայտվում են և երեկ էլ բազմաթիվ այսպես ստիպված եղան խոստովանել, որ դա այդպես է։ Հիմա քաղաքական թիմի ներկայացուցիչները արդյոք կունենան խիզախություն իրենց խմբակի ասել, որ ժողովրդին խաբում են, այս մի դրվագը ասեմ, մնացած երկու հարցերին էլ հանձնաժողովի նախագահը չպատասխանեց կապված ավտոտրանսպորտի և այդ տարածքների հետ։ Ներկայացվում է, որ քաղաքական է գնահատականը, իբրև թե չեմ կարող պատկերացնել, տարբեր պաշտոնյաների, այդ թվում նաև ձեր կողմից նշված անձի կողմից, ես կարող եմ ընդամենը մի բան հավաստիացնել, որ ուժեղ Հայաստանում արդեն չի լինելու այդպիսի քաղաքական գործիչ կամ պետական պաշտոնյա, համենայն դեպս մեր ուժից, որը ինչ-որ բան ուղղակի կամ թեկուզ թյուրիմացաբար կստի և ներողություն չի խնդրի, մի բան էլ կասի քաղաքական անձ եմ, դրա համար ես ձեզ խաբում եմ, մոտավորապես դա է ստացվում։ Հիմա ինչ վերաբերվում է պետության կառավարման արդյունավետությանը, մենք բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց այդ 6 ամսից հետո և իշխանությունների, ինչպես նաև անկախ ճակերտների մեջ հանձնաժողովի այսպես փաստաբանությունը Վիոլիա ջրի հետ կապված, հայտարարվում է, որ դե իրենց ցանցը լավը չի, ունեն նոր միացվող բաժանորդներ, շատ և շատ հետաքրքիր է, որ ուղիղ հայտարարում են, որ կառավարությունը իր պարտականությունները չի կատարել, այսինքն դրված է կառավարման, բայց ցանցի սեփականատերը կառավարությունն է։ Հիմա ստացվում է, որ կառավարության պատճառով ներդրումները չի կատարել, իր պարտականությունը չի կատարել, որի արդյունքում ունենք այն ինչ որ ունենք։ Հիմա այստեղ երկու հարց է առաջանում, առաջինը իսկ ով ասաց, որ ՀԵՑ-ը լավ վիճակում, և երկրորդը, եթե կառավարությունը Վիոլիա ջրով չի կարողացել իր պարտականությունները կատարի, ով է ասում, որ պետք է կարողանա իր պարտականությունները ճիշտ կատարել ՀԵՑ-ը կառավարման վերցնելուց հետո։ Հաջորդ քաղաքական այսպես
առերևույթ քաղաքական լինելը, դա կապված է նրա հետ, ես դիմում եմ մեր հայրենակիցներին, որ 7 ամիս է ասում են վիճակը կրիտիկական էր եւ ինչ-որ վտանգ էր կախված էներգետիկ համակարգի գլխին եւ այլ եւ այլ։ Ժողովուրդ, բոլորս տեսել ենք, բոլորս հասկանում ենք ինչ է կատարվում եւ տեսել ենք ինչպես են կառավարում։ Կարգավորող մարմին անգամ տեղյակ չի, քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ։ Հիմա պատկերացնում եք մի պահ տեսականորեն այսպես մերօրոք լիներ դա, ինչ էր կատարվելու։ Եվ այդ ամեն ինչով հանդերձ արդեն ամիս ու կես է որ ֆորս մաժոր են հորինում, իբրև թե ֆորս մաժոր կարող է եղած լինել, որի արդյունքում միակ նպատակը գլխավոր նպատակը չփոխհատուցելն է մեր ժողովրդին, որովհետև որոշակի ժամից հետո պարտավորություն ունի հետ մեր ժամանակ փոխհատուցվել ամբողջությամբ, եւ երկրորդը, որ իբրև թե մենք ված չէինք կառավարում, որ այսպիսի իրավիճակ եղավ, եւ իրենց ազնվության հետ կապված արդեն կարծում եմ կասկած չի կարող լինել, անգամ չեն ցանկանում հայտարարել, որ այդ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց այդ վթարը, տրվել է Տաշիր ընկերության կողմից պարոն Կարապետյանի համաձայնությամբ։ Հաջորդը կարգավորող մարմինը չի բացառում, որ կարող են լինել անբարեխիղճ աշխատակիցներ, ովքեր կատարեն հավելագրումներ, ինչի մասին մենք խոսում էինք։ Հիմա հարց է առաջանում, նոր են հասկացել, որ չի բացառվում, որ այդպիսի աշխատակիցներ կարող են լինել, թե այն ժամանակ էլ գիտեին ուղղակի չունեին այդ խիզախությունը դա հայտարարելու։ Շատ լուրջ վիրավորանք եմ տեսնում կապված բողոքների հետ իրենց մեկնաբանության հետ։ Եթե լսել եք ու համոզված եմ շատերդ ընտեղ եղել եք եւ լսել եք, որ բողոքների պատճառը մարդկանց օրենքի չիմացությունն է։ Հիմա ունենք երկու տարբերակ։ Մեր կառավարման ժամանակ բողոքների պատճառը իրենց ասելով խնդիրներն են, այսինքն այն խնդիրներ մարդիկ բողոքում էին։ Իրենց կառավարման ժամանակ բողոքների հիմնական պատճառը օրենքի չիմացությունն է։ Ուզում հասկանամ, այն ժամանակ մեր ժողովրդը օրենքները լավ գիտեին, բողոքում էին, հիմա իրենց օրոք արդեն մոռացան, չգիտեն այդ օրենքների մասին։ Այս վերաբերմունքը անկեղծ ասած դա արտացոլում է ամբողջ պետական կառավարման համակարգի վիճակը։ Ամբողջ։ Մարդուն հարց են տալիս, ես չեմ ուզում այդ սուբյեկտներին անդրադառնալ, ուղղակի հաշվի առնելով, որ իրենք են, շատ վատ է իհարկե, բայց իրենք են կարգավորում այդ ոլորտը, մարդուն հարց են տալիս, ասում են, ձեր կողմից նշանակված կառավարիչը սենց բան է հայտարարում կամ սենց գործողություն է անում, ասում է դե այդ արդեն իրեն պետք է հարցնեք, այն որ այն ժամանակ ասում է չի տիրապետում իրավիճակի եւ չի կարող կառավարել իր կողմից նշանակված կառավարչին, նեղանում են ինձանից։ Հիմա հետի կողմից հայցեր են տրվում, սա առաջ անգամ ենք խոսում սրա մասին, տկենի նույն հանձնաժողովի դեմ, մարդը գնում է այդ հայցերը հետ է վերցնում։ Այսինքն հետի բարի համբավի վերաբերյալ, որ շահեր կան, չէ՞ որոնք բախվում են։ Վերջինաշով հեծ ունի սեփականատեր եւ սեփականատերը իրավունք ունի հեծի բարի համբավի եւ այդ թվում նաեւ իր։ Հիմա օրենսդրական կարգավորումներով այս հնարավորություն են տվել, որ հեծի անունից հայցեր են տրվում, հեծի ժամանակավոր կառավարիչը գնում այդ հայցերը հետ է վերցնում։ Հասկանում եք աբսուրդը, որի իրավասությունը բացարձակ չունի։ Միգուցե օրենքով ինչ որ կետի վրա հղում անելու, բայց բարոյական խնդիր կա այստեղ, դու հեծի կառավարիչն ես, դու էլ պետք է պաշտպանես հեծի բարի համբավը եւ հեծի իրավունքները։ Շատ վատ բան է տեղի ունենում, որ այն ինչի համար իբրև թե մեզ մեղադրում էին վթարները այսպես կոծկելու, քանակը նվազեցնելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք ու շատ հստակ, որ մոտավորապես 40%-ով աճել է վթարների քանակը։ Հիմա հայտարարվում է, որ չի աճել։ Այսինքն գոնե վիզուալ բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում, բայց ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ, բազմաթիվ անգամ ասել եմ, հեծում երկիշխանություն է, եւ մենք այս սկեչի պես ասած ամեն ինչ գիտենք։
այդ պարագայում չեն կարող ոչ մի տեղ փախնել, բայց ամեն դեպքում կեղծեն հանձնաժողովն էլ բնականաբար որևէ բանի վրա ուշադրություն չի դարձնի, որի արդյունքում կունենանք այս վիճակը համատարած սուտ, ուղղակի խաբելու եւ վարկաբեկելու հետ կապված։